Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, այո դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ է անում, սրա հետ կապված չէ։ Ոչ չի ասելու մանկապարտեզները ձեռից առա, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը, չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել։ Իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ Քոչարյանա սերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա։